Միգուցե ոչ բոլորը գիտեն, բայց այսօր աշխարհի ամենաանվտանգ տրանսպորտային միջոցը համարվում է օդային ուղևորափոխադրումը։ Այո, հենց ինքնաթիռը։ Այն, ինչից շատերը գուցե դեռ վախենում են, բայց իրականությունը բոլորովին այլ է։ Ավիացիան այսօր հասել է անվտանգության այնպիսի մակարդակի, որ միլիոնավոր թռիչքներ կատարվում են ամեն տարի գրեթե զրոյական ռիսկով։ Եվ ամենակարևորը, այս ցուցանիշները շարունակելու են միայն բարելավել։ Սա ոչ միայն ներկայիս ամենաանվտանգ տրանսպորտն է, այլ ապագայի, որը դեռ երկար տարիներ կպահպանի իր առաջատար դիրքը։ Այս տեսանյութում ներկայացվում են աշխարհի 10 ամենաապահով եւ հուսալի ուղևորատար ինքնաթիռները հիմնված տարիների փորձի, միլիոնավոր թռիչքների եւ իրական վիճակագրության վրա, ստեղծված մի քանի հեղինակավոր կազմակերպությունների հիման վրա, բայց մինչ դա կարևոր է հասկանալ, որ թռիչքների անվտանգությունը կախված չէ միայն ինքնաթիռից եւ իրականում գոյություն չունի 100%-անոց ռեյտինգ, թե որ օդանավն է ամենաանվտանգն ու հուսալին։ Նույնիսկ ամենաժամանակակից եւ տեխնիկապես հուսալի օդանավը չի կարող լիովին ապահովել անվտանգություն, եթե ամբողջ համակարգը ճիշտ չի գործում։ Խոսքը վերաբերում է մի ամբողջ շղթայի մասին։ Օդաչուների պատրաստվածությունը, ավիաընկերությունների վերահսկողությունը, ավիադիսպետչերների աշխատանքը, ինչպես նաև միջազգային անվտանգության կանոնների խստիվ պահպանումը եւ գլխավորը, իհարկե, տեխնիկական սպասարկման որակը։ Ժամանակակից ուղևորատար ինքնաթիռները 6-ից 10 տարին մեկ անկախ արտադրողից, լինի դա Airbus, թե Boeing եւ թե այլ ընկերություն, խիստ պարտադիր կերպով ենթարկվում են բազմաստիճան տեխնիկական սպասարկման, որը կարող է տևել 1-ից 2 ամիս եւ արժենալ տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Այդ գործընթացի ընթացքում ինքնաթիռը գրեթե ամբողջությամբ ապամոնտաժվում եւ մանրակրկիտ զննություն է անցնում բոլոր դետալները։ Ամեն մի մաս, շարժիչ կամ էլեկտրոնային համակարգ հարկ եղած դեպքում անցնում է նույնիսկ մանրադիտակային զննություն, հայտնաբերելու հնարավոր մետաղների մաշվածությունը։ Հենց այս բոլոր գործոնների համադրությունն է, որ ավիացիան դարձնում է աշխարհի ամենաանվտանգ տրանսպորտային միջոցը, նույնիսկ եթե որոշ մարդիկ դեռ վախենում են թռչել։ Եվ այսպես, 10-րդ հորիզոնականը զբաղեցնում է Boeing 717-ը, աննկատ հերոսը, այսպես են շատերն անվանում, թեև այն չի դարձել համաշխարհային վաճառքի ռեկորդակիրը, սակայն անվտանգության հարցում այն բավական բարձր դիրքերում է։ Այս մոդելը շահագործվում է 1999 թվականից 27 տարի երկնքում, աղետներ մարդկային զոհերով 0։ Այս օդանավից արտադրված է 156 միավոր, ունի 2 շարժիչ, արտադրված Rolls-Royce ընկերության կողմից, Մեծ Բրիտանիա։ Յուրաքանչյուրի հզորությունը 21000 ֆունտ հրման ուժ։ Այս մոդելը կարճ թռիչքների համար է եւ կարող է տեղափոխել 100-ից 117 ուղևոր։ Առավելագույն թռիչքային քաշը 54 տոննա, արժեքը 21-ից 25 միլիոն դոլար։ Embraer E190, ինչպես ասում են բրազիլական վագրը, Բրազիլիան ցույց տվեց, որ միայն Եվրոպան եւ ԱՄՆ-ն չեն, որ կարող են ապահով եւ հուսալի օդանավ կառուցել։ Այս փոքր եւ միջին թռիչքների համար նախատեսված բրազիլական օդանավը ունի բավական խելացի կառավարման համակարգ, որը նրան դարձնում է ամենաապահով օդանավներից մեկը ողջ ավիացիայի պատմության մեջ։ Այն կարող է տեղափոխել 100-ից 120 ուղևոր, շահագործվում է 2002 թվականից։ Ընդհանուր առմամբ այս մոդելով կատարվել է շուրջ 1 միլիոն չվերթ։ Չնայած որ այս օդանավի մասնակցությամբ եղել է 4 աղետ մարդկային զոհերով, սակայն հարկ է նշել, որ նրանցից ոչ ոք չի եղել օդանավի տեխնիկական խափանման պատճառով։ Այն բոլորը կապված են բացառապես մարդկային գործոնից։ Առաջինը եղել է օդաչուի սխալի հետևանքով, երկրորդը հարձակման, երրորդը կապիտանի միտումնավոր գործողությունը, իսկ չորրորդը շատերին արդեն հայտնի Azerbaijan Airlines-ը, որը պատահական խոցվեց ռուսական հարվածից։ Օդանավն ունի 2 շարժիչ, յուրաքանչյուրն արտադրում է 23000 ֆունտ քաշի ուժ, արժեքը 61-ից մինչև 74 միլիոն դոլար։
Boeing 787 Dreamliner երազանքի օդանավ, անուն ինքնին ասում է, ժամանակակից ավիաշինության գլուխգործոցներից նախատեսված երկար թռիչքների համար։ Սա աշխարհում առաջին ուղևորատար ինքնաթիռներից է, որի ֆյուսելաժի մեծ մասը պատրաստված է կոմպոզիտային նյութերից, ինչը դարձնում է օդանավը ոչ միայն ամուր և թեթև, այլ նվազեցնում է վառելիքի ծախսը շուրջ 20%-ով, ինչն իր հերթին ավիատոմսը դարձնում է ավելի մատչելի։ Օդանավի թևերի յուրահատուկ կորությունը և շարժիչների հետնամասի ատամնավոր կառուցվածքը ոչ միայն էսթետիկ են, այլև ապահովում են առավելագույն ձայնամեկուսացում, թռիչքը դարձնելով լուռ և հարմարավետ։ Չնայած իր հսկայական չափսերի, այս օդանավը բավական մանևրուն է։ Շնորհիվ թեթև քաշի և հզոր շարժիչների, այն նույնիսկ փորձարկման ժամանակ օդաչուին հաջողվել է վեր բարձրացնել 90 աստիճան անկյան տակ։ Dreamliner-ն ունի ամենամեծ պատուհանները ժամանակակից ինքնաթիռների մեջ, որոնք չունեն սովորական պլաստմասե փակիչներ, դրանք մթնեցվում են էլեկտրոնային կոճակի միջոցով, իսկ սրահի խոնավության և ճնշման հատուկ կարգավորումները նվազեցնում են հոգնածությունը երկարատև թռիչքների ժամանակ։ Այս մոդելի համար շարժիչ արտադրում է երկու խոշորագույն ընկերությունները՝ General Electric-ը և Rolls-Royce-ը։ Օդանավն ունի երկու շարժիչ, յուրաքանչյուրը 76000 ֆունտ հրման ուժ, վառելիքի տարողությունը 126 տոննա, առավելագույն թռիչքային քաշը 250 տոննա, ուղևորների քանակը 242-ից մինչև 330, արժեքը 290-ից մինչև 330 միլիոն դոլար, կախված մոդելի կոնֆիգուրացիայից։ Այս գեղեցիկ թռչող մեքենայից առայժմ արտադրվել է 1150 միավոր, որոնք ընդհանուր կատարել են մոտ 5 միլիոն թռիչք, և այդ 5 միլիոնից միայն մեկն է, որ վայրէջք չի ունեցել, և ավարտվել է աղետով։ Դա տեղի ունեցավ 2025 թվականի հունիսի 12-ին Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում, երբ օդանավը թռիչքից ընդամենը 32 վայրկյան անց թերևս անհասկանալի պատճառով կորցրեց հրման ուժը և կործանվեց մարդաշատ հատվածում։ Ներսում գտնվող 242 հոգուց ողջ մնաց միայն 1 հոգի, ով երջանիկ պատահականությամբ բախման պահին պարզապես դուրս շպրտվեց օդանավից։ Մոտ 19 հոգի էլ զոհվեցին գետնին։ Օդանավի կործանման պատճառները դեռ պարզ չեն, օդաչուի սխալ էր դա, թե օդանավի տեխնիկական թերություն, հետաքննությունը դեռ շարունակվում է։ Boeing 747-8i, ինչպես ասում են Jumbo Jet, երկնքի թաքուհին։ Սա լեգենդար 747-ի վերջին կատարելագործված տարբերակն է։ Այժմ ամենաապահով մեծ օդանավերից մեկը։ Այն մի փոքր ավելի երկար և հզոր է, քան իր նախորդները։ Շահագործվում է 2011 թվականից։ Այս գեղեցիկ մեքենայից արտադրվել է դեռ 155 միավոր, որոնք ընդհանուր կատարել են ավելի քան 1 միլիոն չվերթ և բոլորը բարեհաջող վայրէջք են ունեցել։ Այս մոդելը, ինչպես նախորդ կոնֆիգուրացիաները, նախատեսված են միջին և հեռահար թռիչքների համար։ Մինչև 14500 կիլոմետր։ Ունի 4 հզոր General Electric շարժիչներ, յուրաքանչյուրը արտադրում է մոտ 66000 ֆունտ հրման ուժ, վառելիքի տարողությունը 238 տոննա, առավելագույն թռիչքային քաշը 447 տոննա, արժեքը 420 միլիոն դոլար։ Airbus A220, սա մեր ցուցակի փոքրիկ հանճարն է։ Այն ցույց տվեց, որ փոքր օդանավը կարող է լինել նույնքան անվտանգ, որքան հսկաները։ Այն ունի ժամանակակից սրահ և չափազանց լրակյաց շարժիչներ, նախատեսված կարճ և միջին թռիչքների համար, շահագործվում է շուրջ 10 տարի, ընդհանուր կատարելով ավելի քան 1,5 միլիոն չվերթներ, 0 աղետ, 0 մարդկային զոհեր։ Ընդհանուր թռիչքային քաշը կազմում է 70 տոննա, ունի երկու շարժիչ, յուրաքանչյուրը 25000 ֆունտ հրման ուժ, ուղևորների քանակը 130-ից մինչև 160,
Այս կոնկրետ մոդելի կոնֆիգուրացիայից արտադրվել է 340 միավոր, արժեքը շուրջ $80 միլիոն։ Ամենահայտնի և ամենատարածված մոդելներից մեկը Airbus A320 Neo New Engine Option նոր շարժիչներով տարբերակ։ Սա A320 ընտանիքի արդիականացված տարբերակն է, վառելիք խնայող և արդյունավետ, ինչը դարձնում է ավիատոմսը բավական մատչելի։ Շահագործվում է 2016 թվականից, կատարվել է տասնյակ միլիոնավոր չվերթներ առանց որևէ աղետի։ 2026 թվականի դրությամբ A320 ընտանիքը դարձավ աշխարհի ամենաշատ վաճառվող ուղևորատար ինքնաթիռը, առաջ անցնելով Boeing 737 մոդելին, որը երկար տարիներ լիդեր էր վաճառքով։ Այս մոդելը շահագործվում է գրեթե աշխարհի բոլոր ավիաընկերություններում։ Օդանավը նախատեսված է ինչպես կարճ, այնպես էլ միջին թռիչքների համար, մինչև 6500 կիլոմետր, վառելիքի տարողությունը 26000 լիտր, առավելագույն թռիչքային քաշը 79 տոննա, ունի երկու շարժիչ, յուրաքանչյուրը 35000 ֆունտ հրման ուժ։ Օդանավն ունի շատ բարձր անվտանգության համակարգ, ինչը դարձնում է նրան հուսալի և վստահելի թե ուղևորների և թե ավիաընկերությունների շրջանում։ Ընդհանուր առմամբ A320 ընտանիքի օդանավերից արտադրվել է ռեկորդային շուրջ 12000 միավոր, իսկ 320 Neo-ի արժեքը կազմում է մոտ $110 միլիոն, որը մի քանի տասնյակ միլիոն ավելին է, քան նախորդները։ Airbus A340 վետերան, ավիացիայի ամենահուսալի օդանավերից մեկը մինչ օրս։ A340-ի նախագիծը առաջին անգամ ներկայացվել է դեռ 1981 թվականին, բայց արտադրության դուրս եկավ 1993 թվականից։ 33 տարի երկնքում կատարելով ավելի քան 8 միլիոն չվերթ, 0 մարդկային զոհեր։ Բայց եղել են մի քանի դեպքեր, նույնիսկ աղետ։ Ամենահայտնին 2005 թվականին Կանադայում տեղի ունեցածն էր, Տորոնտոյում։ Air France չվերթ 358-ը վատ եղանակային պայմաններում վայրեջքի պահին դուրս եկավ թռիչքուղուց և կործանվեց։ Սկսվեց հրդեհ, բայց բոլոր 309 հոգին էլ, ներառյալ անձնակազմը, հասցրեցին դուրս գալ այրվող օդանավից 90 վայրկյանի ընթացքում։ Այս դեպքի մասին կլինի առանձին տեսանյութ։ Օդանավն ունի 4 շարժիչ, յուրաքանչյուրը 56000 ֆունտ քարշի ուժ, վառելիքի տարողությունը 205000 լիտր, առավելագույն թռիչքային քաշը 380 տոննա։ Այս օդանավից արտադրվել է 377 միավոր, արժեքը $275 միլիոն դեռ նախկին ժամանակ։ A340 այլևս չի արտադրվում, քանի որ այս դասի մեջ նրա հիմնական մրցակիցը Boeing 777-ը ավելի խնայող է, 4-ի փոխարեն 2 շարժիչանի։ Այդ իսկ պատճառով ավիաընկերությունները նախընտրում են 3 յոթնյակը։ Բայց Airbus ընկերությունը տվեց իր պատասխանը, ստեղծելով մի օդանավ, որը դարձավ ամենաարդյունավետը իր դասի մեջ։ Ավելի ուշ այն զբաղեցնելու է մեր թոփի առաջին հորիզոնականը։ Եվ այսպես, թոփ եռյակը բացում է Boeing 777, ինչպես ավիասիրահարները անվանում են 3 յոթնյակը, ամենասիրված և գեղեցիկ օդանավերից մեկը։ Սա ամենամեծ երկշարժիչանի ինքնաթիռն է, որը նախատեսված է ինչպես միջին, այնպես էլ երկար թռիչքների համար։ Սա նաև առաջին օդանավն է եղել, որն ամբողջությամբ նախագծվել է համակարգչային եռաչափ գրաֆիկայի միջոցով։ Այն այնքան խելացի է, որ գրեթե կարող է թռչել ինքնուրույն։ 777-ը նաև սահմանել է ռեկորդ Գինեսի գրքում։ 2005 թվականի նոյեմբերին օդանավը մեկ լիցքավորումով անցել է 21601 կիլոմետր Հոնկոնգից դեպի Լոնդոն։ Սա բացառիկ ռեկորդ է։ Այս մոդելի սրահը հայտնի է իր լայնությամբ և բարձր առաստաղներով, ինչը նվազեցնում է փակ տարածության զգացողությունը երկար թռիչքների ժամանակ։
Այս լեգենդար մոդելը շահագործվում է 1995 թվականից, արտադրվել է տարբեր կոնֆիգուրացիաներով 1780 միավոր, օդում անցկացնելով շուրջ 40 միլիոն ժամ, մոտ 15 միլիոն չվերթ։ Չնայած մի քանի աղետալի վթարների, այս մոդելը համարվում է ամենաապահովներից մեկը, քանի որ այդ աղետների հիմնական մասը տեղի է ունեցել ոչ թե տեխնիկական թերությունից, այլ մարդկային գործոնի հետևանքից։ Նրանցից ամենահայտնին 2014 թվականի մարտի 8-ի դեպքն էր, երբ Malaysian MH370 Boeing 777-ը օդ բարձրացավ Կուալա Լումպուրի օդանավակայանից և բառի բուն իմաստով անհետացավ մոլորակից։ Մինչ օրս պաշտոնապես չկա որևէ տեղեկություն ոչ օդանավի, ոչ էլ ներսում գտնվողների վերաբերյալ։ Այդ դեպքը դարձավ ոչ միայն ավիացիայի, այլ ողջ պատմության մեջ ամենաառեղծվածային դեպքերից մեկը։ Այս մոդելն ունի երկու անհավանական հզոր շարժիչ, արտադրված General Electric ընկերության կողմից, յուրաքանչյուրը արտադրում է շուրջ 120,000 ֆունտ հրման ուժ։ Սա ողջ պատմության մեջ երբևէ արտադրված ամենահզոր շարժիչներն են ոչ միայն ուղևորատար ինքնաթիռի, այլ առհասարակ թռչող մեքենաների համար, բացառությամբ տիեզերանավի։ Այս շարժիչները նույնպես գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում։ 350 տոննայանոց օդանավը 0-ից 100 կմ արագություն հասնում է ընդամենը 5,9 վայրկյանում։ Նման ցուցանիշ չունեն նույնիսկ ժամանակակից ավտոմեքենաների մեծ մասը։ Վառելիքի տարողությունը 190 տոննա, թռիչքի հեռավորությունը մինչև 15,000 կիլոմետր։ Ուղևորների քանակը 314-ից մինչև 396, արժեքը 300-ից մինչև 400 միլիոն դոլար, կախված մոդելի կոնֆիգուրացիայից։ Ամենաապահով և հուսալի ինքնաթիռների մեր երկրորդ հորիզոնականում է երկնքի տիրակալը։ Ողջ պատմության մեջ երբևէ կառուցված ամենամեծ ուղևորատար ինքնաթիռը Airbus A380 ավիացիոն ինժեներական գլուխգործոցը։ Երկուհարկանի օդանավ, որի չափսերը հասնում են գրեթե մի ամբողջ ֆուտբոլային դաշտի, երկարությունը 72,7 մետր, թևերի բացվածքը 80 մետր, բարձրությունը 24 մետր։ Այս գլուխգործոցը շահագործվում է 2007 թվականից, արտադրվել է ոչ շատ, ընդամենը 251 միավոր, որոնք ընդհանուր կատարել են մոտ 1,5 միլիոն չվերթ։ Այս օդանավով չի գրանցվել աղետ մարդկային զոհերով, բայց եղել են մի քանի դեպքեր, դրանցից ամենահայտնին 2010 թվականին Qantas 32 չվերթն էր։ Օդանավը բառացիորեն գտնվում էր աղետի շեմին, երբ շարժիչի պայթյունից խափանվեց գրեթե ամբողջ կարևոր համակարգերը, բայց փորձառու պրոֆեսիոնալ անձնակազմի շնորհիվ, հանձինս կապիտան Ռիչարդ Դե Կրեսպինի մեծ դժվարությամբ, բայց կարողացան բարեհաջող վայրէջք կատարել, ոչ ոք նույնիսկ վնասվածք չէր ստացել։ Օդանավն ունի 4 Rolls-Royce շարժիչ, յուրաքանչյուրը 70,000 ֆունտ հրման ուժ, վառելիքի տարողությունը 323 տոննա։ Օդանավը վայրկյանում ծախսում է 3,5 լիտր վառելիք։ Առավելագույն թռիչքային քաշը ռեկորդային 575 տոննա։ Բացի այն, որ A380-ը ամենամեծն է, այն նաև ամենաթանկ ուղևորատար ինքնաթիռն է ներկա պահին, արժեքը 445 միլիոն դոլար։ Ցավոք, այս թաքուհուց այլևս չի արտադրվում։ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին Airbus-ը պաշտոնապես հայտարարեց, որ A380 մոդելի արտադրությունը դադարեցվում է։ Վերջին օդանավը հենց 2021 թվականին գնեց Էմիրատներ ավիաընկերությունը։ Այն, ինչը նախատեսված էր արտադրվել մի քանի տասնամյակ, դադարեցվեց 14 տարի անց։ Պատճառները մի քանիսն են, և դրանք փոխկապակցված, բայց գլխավորը դա վառելիքի ծախսն է։ Օդանավն ունի 4 հզոր շարժիչ և բավական ծանրաքաշ է, իսկ դրա համար անհրաժեշտ է շատ վառելիք։ Բացի այդ, միշտ չէ, որ բոլոր նստատեղերը զբաղված են, իսկ տեղսպասարկումը բավական թանկ է։
A380-ի մոտ մրցակիցը Boeing 777-ը շատ ավելի խնայող է, այդ իսկ պատճառով ավիաընկերությունները նախընտրում են հենց 3-7-նյակը։ Եվ այսպես, առաջին հորիզոնականում է բացարձակ հաղթողը, գրեթե բոլոր չափանիշներով, տեխնոլոգիայի դարաշրջանի ասպետը Airbus A350։ Այս մոդելը ստեղծվել է մրցակցելու Boeing 777-ի և 787-ի հետ։ Այն նախատեսված է ինչպես միջին, այնպես էլ երկար թռիչքների համար, հագեցած է ամենաժամանակակից անվտանգության համակարգերով։ Ունի երկու Rolls-Royce շարժիչ, յուրաքանչյուրը 97,000 ֆունտ հրման ուժ։ Այս շարժիչները ամենաարդյունավետն են այս դասի մեջ, ի տարբերություն շատ օդանավերի, որոնք հիմնականում պատրաստված են ալյումինից, A350-ը պատրաստված է որակյալ ժամանակակից կոմպոզիտային նյութերից, ածխածնային մանրաթելերից, ինչի շնորհիվ օդանավը ամուր է, թեթև և գլխավորը վառելիքի ծախսը այն 25%-ով ավելի քիչ է սպառում, քան իր հիմնական մրցակից Boeing 777-ը։ Վառելիքի տարողությունը 141 տոննա, թռիչքի հեռավորությունը 15500 կիլոմետր, առավելագույն թռիչքային քաշը 316 տոննա։ Համեմատության համար Boeing 777-ը նույն տարածությունը նույնքան ուղևորներով անցնում է մոտ 190,000 լիտր վառելիքով։ Միջին հաշվարկով ստացվում է, որ A350-ը մեկ ուղևորի վրա 100 կմ տարածության համար սպառում է 2,5 լիտր ավիակերոսին, մինչդեռ Boeing 777-ը շնորհիվ իր անհավանական հզոր շարժիչների սպառում է 3,1 լիտր։ A350-ը շահագործվում է 2013 թվականից, ի շնորհիվ բարձր անվտանգության համակարգերի չի գրանցվել աղետ մարդկային զոհերով։ Առայժմ արտադրվել է մոտ 640 օդանավ, բայց ավիաընկերությունների կողմից կա ռեկորդային պահանջարկ իր դասի մեջ՝ 1500-ից ավելի պատվեր։ Airbus ընկերությունը աշխատում է աննախադեպ տեմպերով, որպեսզի բավարարի ավիաընկերությունների պահանջները, արտադրելով 1-ից 2 օդանավ մեկ ամսում։ A350-ի ընդհանուր ծրագրի նախագծման համար ծախսվել է շուրջ 17 միլիարդ դոլար, իսկ օդանավի արժեքը կազմում է շուրջ 350 միլիոն դոլար։ Բարեկամներ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք ցտեսություն։